Շնորհակալ ենք Տերոջմե, որ մեզի հավաքեց, շաբաթ միևս մեր վրան անցնել են յետ, որ փառավորենք իր սուրբ անունը ու երգրբակենք զինքը այս իր սուրբ օրվան մեջ։ Այժմ պիտի հրավիրեմ Դիգին Ջուլիան, որպեսզի Տերոջը խոսքենք դարձա մեզի։ Բարի ողջույն բոլորին, բարի շաբաթ, շնորհակալ ենք, որ այսօր պիտի Տիրոջ խոսքը քննարկենք եւ բացահայտենք մեր հասկացությունը։ Միթե Տիրոջ ձեռքը կարող չէ փրկել, կամ անոր ականջը ծանրացավ, որ չլսե, բայց ձեր ու ձեր Աստծոյ միջև բաժանում ձգողը։ Ձեր անօրենությունները եղան, ձեր մեղքերը անոր երեսը ձգեց, ծածկեցին, որ չլսե, քանզի ձեր ձեռքերը արյունով էր, ու ձեր մատները անօրենությունով բղծվեցան, ձեր շրթունքը սուտ խոսեցան, եւ շրթունքները սուտ խոսեցան, եւ ձեր լեզուները անիրավություն արտարեցին։ Չկա մեկը, որ արդարության համար բողոք է, ու չկա մեկը, որ ճշմարտությամբ դատվար է։ Անոնք սնոտի բաներու կհուսան եւ ունայնություն կխոսին, թշվառություն կհղեն ու անօրենություն կծնանին։ Քարբի հավկիտները կթխսեն ու սարդի ոստայն կհյուսեն։ Անոնց հավկիտները ուտողը կմեռնի, եթե կոտրեն իշկել է, անոնց ոստայններեն հանդերձ չլար ու իրենց գործերովը չեն կրնար զիրենք ծածկել։ Անոնց գործերը անօրենության գործեր են ու անոնց ձեռքերուն մեջ բռնության գործ կա։ Անոնց ոտքերը չարություն կվազեն ու անմեղ արյուն թափելու կարոտեն։ Անոնց խորհուրդները անօրենության խորհուրդներն են, անոնց ճամփաներու մեջ կործանում ու կոտրած կա։ Խաղաղության ճամփան չեն ճաշնար եւ անոնց ընթացքի մեջ արդարություն չկար, իրենց շավիղներու խոտորեցան, բոլոր անոնք, որ անոնց միջև կքալեն, խաղաղություն չունին։ Շնորհակալ ենք Ջուլիակույր, որ գարտած Եսայա մարգարեության 59-րդ գլուխը։ Շատ դժվար գլուխ մնե եւ շատ գարդահայտ է մեզի մեր գործերը։ Այսինքն արևու նման կբայզարացնե մարգարեն մարդուն ունեցած սրդին մեջի խորհուրդները եւ գործերը։ Եվ որոնք են մեզի Աստծո հերու բահող։ Կսկսի հետևյալ ցևով գրովար գարտած։ Միջտե Աստծո ցերկը կարող չէ փրկել է։ Գամանորական չծառացավ, որ չլսեր։ Աստված երբ որ մենք կխնդրենք բան մի երմե արդյոք չլսեր, արդյոք մեր աղոթները չի պատասխաներ։ Ամեն բան կպատասխանի, ամեն բան կտեսնի։ Բայց կսե Ձեր ու ձեր Աստծուն միջև բաժանմունք ցկողը ձեր անօրենությունները եղան։ Վտանգավոր է։ Մարգարեն կկարոզե այսօր Տերոջը խոսքը մեզի կկարոզե։ Մեր անօրենությունները մեր եւ Աստծո միջև կոծեցին ճամփան։ Ճամփան գդրեցին։ Ինչպես որ երբ որ գամուրջ մգա, ռուբ մգնեդես գամուրջին վրան, գամուրջը գփլի եւ այլևս գամուրջին վրա այն մյուս կողմ անցնելու մյուս քաղաքը չես կրնար։ Չարությունը կանտեց ճամփա։ Դեսանելի ճամփան կանտեց։ Բայց մեր սրդերուն մեջ ունեցած անօրենությունը, ինչ կնշանակե անօրենություն, կնշանակե օրենքին հագարակ ապրիլ։ Դերը գսե որ մեղքի կորձեր, տունգսես որ չէ, մեղքին չէ, որ պիտի կորձեմ։ Ուրեմն այդ կորձը որ կորձես, կնշանակե որ տուն եւ քո Աստծուց միջև ունեցած գամուրջը տուն կցերկով կկանտես։
Սեր մեղքերը անոր երեսը ցեզ մեծ ածկեցին, որ չլսե։ Որչափ մեր մեղքերը կշատնան մեր մարմներուն մեջ, մեր մտքերուն մեջ, աչափ կերանա Աստծո ականջը մեզ։ Այս շաբթվա մեջ սավարել լուրեր գարտացի Facebook-ի վրա։ Մեր եկեղեցիներու առնչությամբ, որոնք կարք մավակզակներու սերք էին գածեն։ Ուրիշ եկեղեցիներ լսեցի ադոնց մասին, որ Facebook-ի վրա են, ամեն մարդ կրնա գարտալ, ամեն մարդ կրնա լսել։ Ցավալի է, որ Աստված եւ Աստծո ժողովուրդը եւ իր դաջարները գողոպտող քո ավազակներ կան։ Ինչպես կրնաս Աստծո դաջարը գողոպտել, ինչպես կրնաս Աստծո փողը գողոպտել։ Ադիգա քեզի չպատկանիր, ադգա ոյ մեկու չպատկանիր, ադգա պատկանի Աստծո դաջարին։ Եվ ադ Աստծո դաջարին բարգվա պատկանած այդ փողը պետք է կատարվի այն խոսքերը, որոնք Հիսուս կսեն աղքատներուն հասեք կերակրեցեք։ Հիվանդներուն բժշկություն տալու համար օգտակար եղեք։ Դգարին օգտակար եղեք, այցելեցեք։ Ուր են անոնք, որոնք այդ գամուրջը երկինքի եւ մեզի մեր մեջ եղած այդ գամուրջը, որ աստվածային գամուրջ մնե, աստվածային սերը քանտեցին եւ ճուզեցին իրեն այդ կորձ ունենալ։ Քանզի ծեր ցերկերը արյունով ու մեր մադերը անօրենությունով բծվեցան։ Քանզի ծեր ցերկերը արյունով, ինչս էլ արյունով։ Մարտասպանությունով։ Արյուն կտապեն։ Այդ արյունը քեզ չի պատկանիր։ Այդ արյունը անոր գուտայերեն անոր կպատկանի։ Բիդի գարտամ ծննդոտ 4-րդ գլուխ 2-րդ համար, որ արյուն տապելոն մասին նայն ինչ կսե դերը։ Ծննդոտ 4-րդ գլուխ 2-րդ համար։ Ատամին երկու երեխաներ կդրվի Աստծո կողմանը, մեկուն անունը Գայեն, մյուսին անունը Ապել։ Երրորդ համար ժամանակ մը հետո Գայեն երկի բդուղը դերոջը ընձապերավ, եւ Ապել ինքալ ոչխարներու անտրանիկներեն ու անոնց բարարներեն պերավ։ Դերը Ապելին ու անոր ընձայն նայեցավ, բայց Գայենին ու անոր ընձայն չնայեցավ, ուստի Գայեն խիստ բարգացավ ու երեսը գախեց։ Երեսը գախել մգաղոս։ Եթե տուն շիդակ պանը դերոջ արջև ներգայացուցիր, կու լավակույնը դերոջ արջև ներգայացուցիր, ասված կեզ մե երես չի տարնար, եթե տուն գուզես կու դերոջը կու սիրդդ պանալ, ասված կեզի օջարության պուկա կեզի գներեք ու մեղկտ և գլաս իրեն մեկ զավագը։ Բայց Գայեն շատ պարգացավ և որդեր իրեն ընձան չնտունեց։ Եվ դերը Գայենի իսավ, ինչու պարգացար ու ինչու երեսըտ կախեցիր, երեսըտ գախել մգա։ Հետաքրքիր է, չէ, այսօր ծեր ընտանիքներում մեջ, կամ տրացիներում մեջ, կամ ասկական բարականերում մեջ, երեսը գախ մարդիկ դեսեր եք, թե չեք տեսար։ Բամ մը սխալ գա, երեսը գախ է։ Ինչու երեսը գախ է, բամ մը սխալ գա, ինչ է սխալը, նախանց մգա, մեղ մգա, երեսը գախ է։ Եվ Հիսուս կսե ասված կխոսի, եթե աղեք ընես ընդունելի չլար, եթե աղեք չնես, մեղ կտրանոքով բարգած է, ու անիգա կեզի բիդի հնազանթի ու տուն անոր բիդի իշխես։ Այսինքն, եթե տուն երեսըտ կգախես, և այլևս անանքիստ վիճակ մունիս, կնշանեք է, որ տուն շիդակ ճամփու մեջ չես։ Եվ ութերորդ համարը Գայեն իր Ապել եղբորը հետ խոսեցավ ու երբ անոնք տաշտնեին Գայեն իր Ապել եղբորը վրա ելավ ու սպանեց անիգա։
Երեսը գախ եղողը ինչ ըրավ, գնաց իր եղբորը սպանեց։ Շատ հետաքրքիր է Ավետարանս Մատթեոսի 20-րդ գլուխ 35-րդ համար։ Անյալ իգարտամ։ Ավետարանս Մատթեոսի 20-րդ գլուխ եւ 35-րդ համար։ Մի գարտամ 30-րդ համարեն, Ավետարանս Մատթեոսի 20-րդ գլուխ 30-րդ համար։ Օծեր, իջերու ծնուտներ, Հիսուս է խոսողը։ Ինչպես պիտի փախչի կեհենի տադաբարդուտենեն։ Ադոր համար ահա ես կղրգեմ ցեզի մարգարեներ եւ իմաստուններ ու տբիրներ։ Անոնց մեկ քանիները պիտի սպաննեք ու խաչանեք, մեկ քանիները ծեր ժողովարներու մեջ պիտի ձեծեք ու կահակեք հալածեք։ Որբեսի երկրի վրա թափված բոլոր արտար արյունը ծեր վրա կա, արտար ափելի արյունեմ մինչև Պարակայի որդին Զաքարիայի արյունը, որ դաջարին եւ սեղանի մեջ սպաննեցի։ Ուրդեղ է Հիսուս կխոսի ափելին արյունը։ Ավետարանս Մատթեոս 20-րդ գլուխ 35-րդ համար Հիսուս կխոսի արտար ափելին արյունեն մինչև Պարակայի որդին Զաքարիային արյունը, այսինքն անոր անմեղ արյուն գտաբե թադաբարդված է եւ անոր գտաբե որոնք են իջերու ծնունդներ են։ Հիսուս կսե ասի։ Ես չեմ խոսող։ Ինչպես պիտի փախչի քեհնի թադաբարդուտենեն, այսինքն ինչպես պիտի փախչի այդ դժողքեն։ Եվ պորտուկ անմեղ արյուն գտապեք, ծնունդոց առաջին մարդուն զավագեն սկսյալ։ Այն օրվնեք սկսյան, որ արյուն գտապե Թադաստանի վրա է։ Թադաբարդված է։ Ավետարանս Ղուկաս 11-րդ գլուխ 51-րդ համար։ Ավետարանս Ղուկասու 11-րդ գլուխ 51-րդ համար 50-րդ համար եղրտենք, որբեսի աշխարհի սկիզբեն ի վեր թափված բոլոր մարգարեներուն արյունը այս ասկեն բանջվի։ Բանջ մգավոր պիտի վճարվի։ Աստված իրավունք մգավոր պիտի պաշտպանի այն անձը, որ մերավ անոր արյան տադը պիտի տեսնե։ Աստված պիտի տեսնե տադը, ոչ աշխարհի մեջ է փաստաբաններ եւ տադավորներ։ Անոնք թերևս մասը գցան, մասը գցան, բանը գտնել, բայց ասված ո՞ե մեկ բան աստու արժևեն պիտի չի գործվի, ապելի արյունեն մինչև այսօրվա թափված արյունը, որ մարդ կթափե այս աշխարհի վրա եւ դադաբարդված է հատի, իրավունք չունի դրան։ Հետեւյալը գսե։ Իսուներորդ համարեն, որբեսի աշխարհի սկիզբեն վեր թափված բոլոր մարգարեներուն արյունը, որ այս ասկեն պիտի բանջվի։ Ափելին արյունեն մինչև Զաքարիայի արյունը, որ սեղանին ու դաջարին մեջտեղը տապեցավ ճշմարիտ գսեմ ցեզի այս ասկեն պիտի բանջվի։ Բայց ցեզի օրինականներուդ, որոնք գիտության փանալին վերցուցիկ, դուք չմտաք եւ մտնողներն ալ արկիվեցիք։ Հատնևս պիտի գարտամ։ Եփեսացիս 11-րդ գլուխ 4-րդ համար։ Եփեսացիս 11-րդ գլուխ Ներողություն, Եփեսացիս, Եփրայեցիս Dimosthenos Philemon Եփրայեցիս
Եբրայեցիս 11-րդ գլուխ 4-րդ համար։ Երեկեն հավատքով կիմանանք, թե աշխարհ Աստծո խոսքով հաստատվեցավ ու աներևույթ բաները այս երևցածները եղան։ Հավատքով ինչ կրնանք հասկանալ։ Հավատքով կիմանանք, թե աշխարհ Աստծո խոսքով հաստատվեցավ։ Աստված 6 օրվա մեջ երկինք եւ երկիրը ստեղծեց։ Ծովնալ ստեղծեց եւ 6 օրվա մեջ ինքը ստեղծեց։ Խոսքսի հավատքով ամոր հավատա, որ աշխարհ Աստծո խոսքով հաստատվեցավ եւ աներևույթ բաներն այս երևցածները եղան։ Աներևույթները ինչ են։ Ոչ մեկ Աստված տեսած չէ։ Ոչ մեկ ռեշտակ տեսած չէ։ Աշխարհը չեղած։ Աներևույթ Աստված երևույթը մեջտեղ բերավ։ Եվ քեզի եւ ինձի իրաս երևույթին վրա դրավ եւ մեր քիթին բեռնին իր շունչը փչեց, որ մենք կյանք ունենանք այս եղած աշխարհի վրա բնակելու։ Այս իրավասությունը իր գոմեն մեզ եկավ։ Բայց երբեք իրավասություն չդրվեցավ, որ մենք արյուն տապենք։ Քանի որ մարդ արարածը կպատկանի իր ստեղծողին։ Որևէ մարդ արարած ուրիշ մեկուն չի պատկանի։ Ոչ իրավունք ունի անոր արյուն տապելու եւ ոչ անոր մահկանացում կնկել դալու կորոշումներով։ Բայց հետեւյալը գսե 4-րդ համարը հավատքով ապել գայնեն ավելի աղեկ զոհմատուցանեց Աստծո, որով վկայվեցավ անոր արդարը լալը։ Վասնզի իր բادرակներուն համար Աստծո վկայություն եղավ իրեն եւ անով, թեպետ մեռավ, բայց դագավին գխոսի։ Ապելին կորձը եւ անոր թափած արյունը միջև այսօր գխոսի։ Ասկան նոր գդագարանի մեջն է։ Ապել ծնավ 6000 տարիներ առաջ։ Եվ մեռավ 6000 տարիներ առաջ։ Բայց արձանագրվեցավ Սուրբ Գրքին մեջ, մենք կգարտանք այսօր Սուրբ Գրքը աշխարհի սկիզբեն մտավորապես 6000 տարի վերջ եւ կտեսնենք Ապելին ճշմարիտ արդար մեկը լալը եւ իր մահկանացուն կնկեց իր եղբոր ձեռքով։ Եվ թադաբարդված է։ Նաեւ 13-րդ գլուխ 23 եւ 24 համարները։ Ու երկինքը կրված անտրաններուն հանդիսավոր ժողովին ու եկեղեցին եւ Աստծո ամեն դատավորն է ու արտարներուն հոգիներուն, որոնք կատարելության հասեր են։ Անկամ եւս կարտամ լավ մտի գրեք։ Եփեսացիս 13-րդ գլուխ 20-րդ համար։ Ու երկինքը կրված անտրանիկներուն հանդիսավոր ժողովին ու եկեղեցին եւ Աստծո ու Աստծո որ ամենուն դատավորն է ու արտարներուն հոգիներուն, որոնք կատարելության հասեր են, եւ Հիսուսին, որ նոր ուխտին միջնորդն է, ու սրսկվելու արյունին, որ ապելի արյունեն ավելի աղեկ կխոսի։ Ապելին արյունը որ չափ բատմական եղավ, մեզի վկայություն եղավ, բայց Հիսուսի նոր ուխտին միջնորդությունը, որ մեր իր արյունը մեր վրա սրսկվեցավ խաչին վրա տապվելովը, ասիկա է մեր կատարելության խորհուրդը, որ Աստված մեզի կներկայացնե։ Եվ գսե, «Զգուշացեք, չլա որ մերժեք զանիգա ու ցեզի գխոսի, վասնզի եթե անոնք երկրի վրա Աստծո պատկամները դվողը մերժելով չազատեցան, որչափ ավելի մենք, եթե երկինքեն խոսքեն երես դարձնենք»։ Ուրեմն մենք երբեք դերոջը խոսքին երես պիտի չի դարձնենք, որուն ցայնը այն ադեն երկիրը շարժեց, եւ հիմա խոստացեր է ու գսե նորեն պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, հաբա նաեւ երկինքը։ Հրամանատարը մեր դեր Աստվածը Հիսուս Քրիստոս ինքն է։ Եվ այն նորեն փարը գծուցնե, թե շարժված բաները պիտի շարժին ու փոխվին, որբեսի անշարժ բաները հաստատում մնան։ Ուստի անշարժ թակավորությունը առած ըլլալով ամուր բռնենք այն շնորհքը ու Աստծո բաշխենք հաջելի գերբով, ագնազությամբ եւ բարեպաշտությամբ, վասնզի մեր Աստվածը մաշո գրագ է։
Երրորդ համարն էր, որ գարտացինք եւ վերլուծեցինք եւ ցույց տվինք մարդասպանության սխալալալը։ Որ ծեր մադերը անարոնությունով բղձվեցան մարդասպանությունով։ Ծեր շրտունքը սուտ խոսեցավ։ Փերանիսալ կորզունի որ մեր Աստվածը գերացնե մեզ մե։ Փերանիսալ կորզունե որ մեր գամուրջը կգոդրե մինչև երկինք տակավորության խոսքերը լսելու եւ պաշտելու մեր Աստվածը։ Մեր փերանը կգոդրե, մեր սդախոսությունը գերացնե անիգա մեզ մե։ Եվ ծեր լեզուները անիրավություն արդապերեցին, անիրավություն, այսինքն արդարությամբ չխոսեցավ, անիրավությունով խոսեցավ։ Մեկը որ քողություն արավ, երբ որ գսես որ անեգա քողություն չրավ, արդեն սուտ խոսեցար, արդեն դու քու գաբդ կդրեցիր Աստծո հետ, որովհետև սուտ խոսեցար։ Եվ ինչպես կսպասես, որ Աստված քեզի մդի գնե եւ քու աղոտ կպատասխանի։ Եվ portun արդեն գաբը թունքը ցերկով կդրեցիր։ Երբեմն արդահայտություններ լսած եմ ես եւ երբեմն ալգսեմ ինչու համար Աստված այսպես արավ կամ այդպես արավ ինչու կորզարությունով հաշողություն չի գտներ գսե որ ինչու համար Աստված ինձ հաշողություն չի տվավ արդյոք կրնաս հարցնել տուն քեզի որ տուն որ չափ հերու գաբրիս Աստծուն է տուն որ չափ մոտ գաբրիս Աստծուն է որ քեզի կրնա ուզածիդ պես հոգալ բայց երբ որ հերու գերանասիր մե այլևս տուն օգուտ չունի սիր մե որտեղ մենք մեր ցերկովը գսե մեր անարոնությունով իրեն հերու բայեցինք մեր ցանկեն չկա մեկը որ արդարության համար փողոք է ու չկա մեկը որ ճշմարտությամբ դատվար է անոնք սնոդի բաներու գուսան եւ ունայնություն գխոսին ունայնություն գխոսին ինչ կնշանակի ունայնություն այսինքն ամեն բան ժամանակավոր է եւ ունայնություն է այսօր 10 տարեկան ես ծնողքդ քեզ հոգ կդանի 20 տարեկան եղար սկսար աշխատել տուն քեզ սկսար հոգ տանիլ եւ այլևս սկսար նյութագենին յետևեն վազել ուսումիտ յետևեն վազել ասոր յետևեն վազել գտեսնա որ Աստված տուն ունայնության յետևեն գերտաս եւ մորցար զինքը եւ անոր համար դժվարություն կհղանան ու անորություն կծնանին ուրեմն երբ որ հաճոյություն չես գտներ գխորիս որ եթե սդախոսություն մոհոսն ես սդախոսություն մոհն ես ես գարկ մշուկաներով մեջ աշխատած եմ եւ դեսած եմ մարդիկ ինչ անգլերեն գսեն professional հայերեն ինչ է professional-ին բարձր անչե գադարելա կորձված սդախոսներով սդախոսությունով ապրանք կզախե ես անտիբեր եմ ես անգամ դեղ մկացի գոշիկ մը բիդի կնեմ ասիլի պանանի մեջ եղավ մարդը սավ որ չապոր գիշեմ $20 էսավ ինչ էսավ լավսի 15 դվի երելի 15 դվի թե 10 դվի ընդունես արավ դուն կացի որ գոշիկին միան մեկ հատ գա դոբրագի մեջ Ուրեմն $20-նոցը եթե չի վճարեցի 15-ը վճարեցի գոշիկին մեկը մի հատ իրավունք ունես առնելու Ուրեմն այս տեսակ բաներ իմ յանքիս մեջ անցած են եւ ես տեսած եմ ասիկա քողություն եւ սդախոսություն թեև ես քիչ մաժան օզեզի դալ քանի որ բադանի էի շատ տրամ չունեի բայց ինքնալ գոշիկին մեկ հատ դվավ կնա ասավ գրնասնի հակիր ասիկա տեր գոշիկն է չեն խոսիր գոր պիջամային մասին գիշերվա Հակուսնորում մասի։ Թշվարությունը կհղանան ու անորոնություն կձնանի։ Կարպի հավգիտներ կտսխեն, կարպի հավգիտներ կտսխեն, գիտեք ինչ կնշանակե։ Այսինքն իժի հավգիտներ կտսխեն։ Տսխել կնշանակե գենալ, մտածել Եվ հավգիտ մածել քիշերվա մեջ մեր մտքերուն մեջ ոչ երական հավգիտ համար է խոսքը այն հավգիտի մասին կմտածել որ ինչպես կրնա սդախոսությունով իր կոնզը հարաճ տանել այս աշխարհի վրա սդախոսությունով եւ նաեւ գտարնա եւ գսկսի սարտի ոստան հուսել ուրեմն իր խորած խորհուրդներով ասյալ գվերապերի ամեն մեկ անցի եւ ամեն մեկ բեդության ղեկավարներուն եւ ամեն մեկ միության ղեկավարներուն որովհետև անոնք կրնան այս տեսակ ոստեր հուսել
որ թիմացին զուգակի մեծ ցկեն եւ ասիկան մտածած են քիշերով կամ երկու հոգիով որ ասին չպետք է այսպես անենք որբեսի անիկա գիտեն բերենք որբեսի կորձցկե երտա օրինակ է ասիկա եւ գամա ինչպես կրնանք անել որ ասին երես փոխանը ասին ղեկավարը կրնանք մեջտեղեն վերցնել ինչ տեսակ բան մնենք ուրեմն սկսենք քիշերով մտածել երկու երեք հոգիով որ ասպես ծրակրենք այդ ճամփային երտա անդեղը որոնք անտիբի որոնք չանտիբի այս ծրակերներով սկսենք մտածել խորին եւ հավգիտ մգտնենք իժի հավգիտ եւ ուսենք անիկա այնպեսի վիճակի մեջ տնեն որպես անիկա իր կոդը ցկե երտա կամ մահանա սարտի ոստան գույսեն անոնց հավգիտներ ուդողը գմերնի այսինքն անոնց խորհուրդներուն միացողը գմերնի եթե մարմնավոր չի մեռնիր բայց հոգեկան օրեն գմերնի արդեն մեռած է եւ նայեցեք ինչ կլա եթե գոդրեն իջին հավգիտը ուդեն գմերնին ալիգա անոնց ոստաններեն հանտեր չլար այսինքն անոնց խորհուրդներուն հետ ճամփաչես կնարել է դեղը չես ասնիր այդ խորհուրդներով եւ իրենց կորձերով չեն գնար իրենք ծածկել այսինքն իրենց ըրած չար խորհուրդներով չեն գնար իրենք ծածկել անոնց կորձերը անօրինության կորձեր են ու անոնց ցերկերու մեջ բռնության կորձ կա այսինքն դիկտատոր են հրամանատար են անոնց ոսկերը չարության գվազեն ու անմեղ արուն թափելու գարդորան մարդիկ կան որոնք գզրակրեն իրենց ոտքերով երթալու եւ ասինչին սպաննելու եւ շատ եղած է ասանք ես 1958-ին բզիկ տղամն էի եւ գլսեի որ հայեր իրար կսպաննեն մեկը գամորչինդագը կսպասե մեկը պիտի կանդեղեն յանիկա կսպաննեն քանի որ ադիա կապարը աданք էմուսին կապար ուրիշ է կապարի համար մարդասպանություն գլա անոնց խորհուրդները անօրինության խորհուրդներ են նորեն օրենքեն դուրս են ճշմարիտ օրենքեն դուրս են անոնց ճամփաներուն մեջ գործանում ու գոդորած կա խաղաղության ճամփան չեն յանշնար ու անոնց ընթացքի մեջ արտարություն չկա իրեն չավիղները խոդորցուցին բոլոր անոնք որ անոնց մեջ կգալեն խաղաղություն չունի Իշերը չեն գնա կնանա ասոնք բոլորը մարգարեն մեզի այսօր գարտա եւ գկարոզե մեր բատկերը մեր գեսվածքի ինչ է այս աշխարհի վրա այս բատկամին վրան նայ բիդի գարտամ մի քանի համարներ եւս Մատթեոս ավետարանին Զարմանալի գերբով նաև Հիսուս Օսկարդասանը հետևյալ բարերը պիտի գարտամ հետևյալը Մատթեոս 12:33 Ձարը բարի երեք ու անոր բդուղը բարի գամ ձարը չար երեք ու անոր բդուղը չար վասենի ձարը բդուղեն գջանցվի իժերու ծնունդներ ինչպես կրնակ բարի խոսիլ որ չար եք վասենզի փերանը սրդին ավելցուկեն գխոսի հոս հարց մը գտնե Հիսուս մեզի եւ գսե նայր Մդի գրե որ փերանդ ինչ կխոսի Երբեմն մեր փերանները կխոսին եւ մենք մեր փերանները մդիկ պետք է անենք որ մեր փերանները ինչ կխոսին մեզի Առաջ տուն մդի գրե փերանը որ նայր որ ինչ կխոսիս Հիսուս կսե իժերու ծնունդներ Եսայա մարգարեն կխոսի իժերու ծնունդներու մասին եւ Հիսուս կխոսի ոս իժերու ծնունդներու մասին 23:33 նալ բիդի գարտամ Մատթեոս 23 եւ 33 Օծեր իժերու ծնունդներ ինչպես պիտի փախչի քեհենի տադաբարդուտենեն Ուր գերտանգորաս իժերու ծնունդները եւ որոնք են աս իժերու ծնունդները անոնք են որ գամուր չգդրած են երկինքի ջամփային իրենց գամուր չգդրած են Ուր պիտի փախիկ Քեհենի տադաբարդուտենեն Այսինքն ուր գփախին գոր Տժոխի գրագեն ուր գփախին գոր դեղը չեն գնալ փախի
Հիսուս կսեգոր գրակ մգա, որ իջերություններուն համար է, իջերությունները որոնք են, անոնք որոնք աստծո հետ կորդ չունին, անոնք են իջերությունները։ Ավելանս խուգ աստուդ 11-րդ խուգ 47-ին 51-ը բիդի գարտամ։ Վայցեզի, որ մարգարեներուն կերեզմաններ գեշինեք, մինչդեռ ծեր հայրերը սպանեցին զանոնք։ Մենք մարգարեներուն կերեզմանները շինեցինք, որովհետեւ մարգարեները հոն տաղենք, բայց ով է սպանեց այդ մարգարեները, ծեր հայրերը սպանեցին այդ մարգարեները։ Հոսքը տեսնենք, որ Աստված սերունդային բատկեր մը գուզե ցույց տալ մեզի։ Բիդնայս որ քու հայրդ, քու մեծ հայրդ ինչ ըրին եւ տուն այսօր ինչ կնես որ թադաբարդության համար պիտի մատնվիս եւ նայեցեք ինչ կպատասխանի Հիսուս անգամ եւս մի գարտամ 47 վայցեզի որ մարգարեներու կերեզմաններ գշինեք մինչդեռ ծեր հայրերը սպանեցին զանոնք ուրեմն գվգայեք եւ հավանություն գուտակ ծեր հայրերուն ըրազներուն վասնզի իրենք սպանեցին զանոնք ու դուք անոնց կերեզմանները գշինեք Անոր համարալ աստծո իմաստությունը սավ պիտի գրգեմ անոնց մարգարեներ ու արաքյալներ անոնց մե ոմանքը պիտի սպաննեն ու ոմանքը հալածեն որբեսի աշխարհի սկիզբեն ի վեր կապված բոլոր մարգարեներուն արյունը ու այս ասկեն պիտի բանջեն ապելի արյունեն մինչև Զաքարիայի արյունը որ սեղանին ու դաջարի մեջտեղ տապեցավ ճշմարիտ կսեմ ցեզի տապված ճշմարիտ Տապեցավ ճշմար գսեմ ցեզի այս ասկեն պիտի բանջեմ բայց ցեզի օրինականներուտ ու գիտության փանալի վերցնողներուտ ինչ սորվեցանք այսօրվա պատկամեն Միտե դերոջը ցերկը գարցավ ֆրգելեն եւ գամ միտե աստծո աղանջը զարացավ լսելեն ասի էր պատկամ Այսօր Աստված մեզի խոսեցավ եւ ասավ երկու նախատասությունով եւ բագեմ Տուն քեզի նայիր Այն գամուրջը որ Աստված քեզի դրավ որ իրեն հետ հարաբերության մեջ մտնես Ինչ որ քեզի գաբադահի նայր որ գամուրջը տուն գդրեցիր քանի որ գամուրջը տուն գդրեցիր այլևս Աստված քեզի լսել են գեցա Բայց եթե Օրինավոր Գաբրիս աշխարհի վրա եւ հնազանդ ես Աստծո եւ գհավատաս Հիսուս Քրիստոսի աստվածության անոր ստեղծագործության հավատքով ուրեմն պետք է դու գիտնաս որ քո Աստծո աղանջը բաց է քեզ լսելու բայց պետք է գիտնաս որ չլա որ դու գամուրջը գդրես գամուրջ կդրողը ամեն մարդ ինքեր գամուրջը ինքը կգդրե ինչպես որ օրինակ դվի բادرազմի մեջ կբادرազմին Եվ երբ որ գամուրջ մգա որ միսկոմը գասի, երբ որ թշտամին գամուրջը կգդրե, այլևս անտեղեն միսկոմը աստոն ժողովուրդը չի գնարացնի։ Մենք ալեպ որ մեր գամուրջները, մեր խորհուրդներով, մեր կյանքով, մեր կյանքի գենցաղավարությունով, մեր ուզածին պես կաբրինք եւ գմորնանք զասված մեր կյանքի մեջ, մենք խաղաղությունեն կբաքսինք, երբ նայն տակավորտնեն կբաքսինք եւ մեր գամուրջները կդրված այս աշխարհի վրա կաբրինք կդարիներով։ Երբ որ քերեզման գերտանք շատ հետաքրքիր բան բադայեցավ այս շաբաթ քերեզման մկացի Երանի ատքիր կեդսելար Ղեկավար վարդապետներ կահանաներ չեմ գիտեր Քիրք մալ բացավ երկրքի մեջ գարտած որ մերելին համար կավություն գարտած որ մերնո մարդուն մեղքերը Աստված քավե երկնքի մեջ այս տեսակ վարդապետություն սուկրքի մեջ գոյություն չունի սիրելիներ Հիսուս մեռած մարդուն մեղքը չի գնարներել ուրիշ ղեկավարի խոսքով այդ մեռած մարդը պետք է ինքը փրկվեր Հիսուս Քրիստոսը ընդուներ չի մեռած այս մեկը մոլար վարդապետություն է Սուկրքի մեջ երբեք Հիսուս չսա որ Սարգիսը մերին է կացեք կաննան պերեք վարդապետը պերեք կամ ավետարան չպերեք որ անոր քուխում վրա գարտա որ անոր մեղքեր եսներ եմ անանք ման գոյություն չունի սիրելիներ
Դուք ողջ եղած ադենիկ Քրիստոսը պիտի ընդունիք, ողջ եղած ադենիկ պիտի աբրիկ անգյանքը, որ Քրիստոսի հաճելի կյանք է, այս է Հիսուսի բանջկը, այս է Հիսուսի ծրագիր գաննակիրքը մեզ մեկուն համար։ Աշխարհի վրա ովևէ մեկը երբ որ գմեռնի, ովևէ մեկը մեռնելն իդ կայլևս ինքը փրկություն չի ստանար, կուզենե միլիարդ դոլար ունենա։ Վստահ եղեք ասոր։ Այդ մեկը գոյություն չունի, Աստվածաշնչի մեջ երբեք գոյություն չունի, մեկը որ մահանալեն վեր չգրնա փրկվել։ Ադի մորցեք ադոր մասի։ Հիսուս երբեք անակ բան չխոսեցավ։ Դերը ողորմի մեզի եւ մեզ այցել է մեր ողջ եղածադենը եւ մեր ողջ եղածադենը խնդրենք ալմե մեր մեղքերուն թողությունը, որ Աստված փուժիվես, մակրևես մեր ադոց սիրտը եւ երտնային թակավորության արժանացնի իր սուրբ ոգին մեր կյանքի մեջ տալով, ապրելով իր գամքին համաձայն այս աշխարհի վրա օբահելով իր օրենքները եւ իր գամքը կատարել այս աշխարհի վրա եւ ամեն օր սպասել անոր երկրորդ քալստյան, որ գաբրի այս աշխարհի վրա։ Ես ամեն օր գաբրիմ իրեն քալստուրը սպասելով ամեն օր։ Ասի եմ Մույսես։ Ես կսեմ դեր Հիսուս եկուր եւ այսօր մեկ օր ալին դեպի շնորհակալ եմ որ դեր ուրեմն այսօր խնդրեմ որ կաս եւ ես կուզեմ երեսդ տեսնել։ Ասիկայում խնդրանքս ամեն օր որովհետեւ ովևէ մեկ աշխարհի վրա քեզի կյանք չի գտնար դալ Հիսուսի զատ եւ Հիսուս քեզի կյանք կուտա որբեսի դու իրեն անոնը բարավորես ամեն օր դեր օրտնեցես եւ բայեցես դերը ողորմի մեզ մեր բոլորին ու առաջնորդե մեր կյանքեր իր սուրբ ոգիով եւ պատրաստե մեզ երկրորդ կալուստի թիմավորելու ցեզ մեկը խնդրեմ ընդունեցեք Քրիստոս ձեր սրտի մեջ ապաշխարեցեք Փրկվեցեք Հիսուսի խոսքերն ասոնք, որբեսի ես կամ գսե Հիսուս բնագիմ ձեր սրտերում մեջ, մակրեմ ձեր սրտերը ու ես առաջնորդեմ ձեր կյանքը այս աշխարհի վրա, որբեսի ժառանգեք իմ տակավորությունս երկնքի մեջ։ Այժմ ցտեսություն մինչև հաջորդ հանդիպում։